Տեսեք, որ ինստիտուտը Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապօրինաբար վերահսկել, անմիջապես այդ ինստիտուտը թիրախավորվում է եւ սկսվում է այդ ինստիտուտի ապալեգիտիմացման գործընթացը։ Այդպես եղել է դատական իշխանության հետ, երբ որ դատարանները փորձեցին անկախություն ցուցաբերել։ Հիշում եք վնգստացող դատավորների մասին նրա հայտարարությունները, դատարանների ապօրինի շրջափակումը, այդ վեթինգի մասին խոսակցությունները, որ իրականում ոչ թե վեթինգի մասին էին, այլ դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորելու մասին։ Դիմերը Երբ որ ժողովրդի կամքով երբ ընտրվում է ընդդիմադիր համայնքապետ, որտեղ ուզում է լինի, կամ քրեական գործեր են հարուցվում, կամ առեղծվածային պայմաններում այդ մարդը սպանվում է, կամ քաղաքական առնետավազք են կազմակերպում, փոխում են համայնքապետին, կամ կալանավորում են, ինչպես տեղի ունեցավ երկրորդ եւ երրորդ քաղաքներում, հա։ Հիմա հերթը հասել է եկեղեցուն։ Այսպես կոչված այլընտրանքային եկեղեցու ստեղծման պրոյեկտը ըստ էության եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման փորձ է։